Բոլորին ողջույն։ Հիշեցի իմ քուրիկին, որ դեռ երկար տարիներ առաջ, որ փոքր էր, հեռախոսով ինքն իրան վլոգ էր նկարում, YouTube-ի տեղն էլ չգիտեր, բայց մի հատ շատ հավես արտահայտություններ անում, ասում էր. ամեն օր ասում եմ. բարև ձեզ, ես Լուիզան եմ, բարև ձեզ, ես Լուիզան եմ, այսօր կավելացնեմ. բարև ձեզ, ինձ հիշեցիք, ես Լուիզան եմ, բարև ձեզ, ինձ հիշեցիք, ես Լիլիթն եմ։ Դե, սկսենք։ Այսօր միասին անելու ենք unboxing։ Անելու ենք unboxing Sephora-ից եւ Asos-ից։ Առաջարկում եմ սկսենք Sephora-ից, որովհետեւ մի քանի պրոդուկտ են եւ ավելի արագ կանցնենք առաջ դեպի հագուստները, որովհետեւ հագուստները պիտի փորձեմ։ Ու իդեպ ասեմ, այս ամբողջ հոլովակը նկարում եմ այն ընթացքում, երբ իմ բալիկը քնած է։ Այո, հուսամ ինքը մինչև վերջ կհամբերի, մինչև նկարեմ ու նոր կարտնանա։ Ուրեմն Sephora-ից մի քանի պրոդուկտ, մի քանիսը որն է, երկու պրոդուկտ թարմացրել եմ, մնացած 3-ը նոր են ու փորձարկման վիդեո եւս կնկարեմ, կանենք մեյքափ իրար հետ ու կտեսնենք թե ինչքանով էր լավը նոր պրոդուկտները։ Սկսենք առաջինից, նոր պրոդուկտ, ինձ համար նոր պրոդուկտ, Charlotte Tilbury, այսպիսի տեսք ունի ամանը, Flawless Filter for a superstar youth glow։ Մի խոսքով երիտասարդ սուպերստարի փայլ է հաղորդում եւ ինքը տոնային է, ուղղակի շատ լավն է ամենօրյա օգտագործման համար, եթե դուք սիրում եք փայլուն էֆեկտով ավարտ։ Այս տեսքը ունի, վստահ եմ շատ տերատ եք տեսել եւ այսպիսի մի խոսքով սրանով է սկսում դեմքիդ, հիմա չեմ փորձի, հետո փորձարկման վիդեո կնկարենք, գույնը իմ դեպքում 2.5-ն է, fair pale, ինչ-որ, fair pale, կգսեմ կտեսնեք, խանութում փորձարկել եմ, դուրս շատ է եկել, որովհետև փայլուն սիրուն էֆեկտ ունի ու ամռանը ինձ թվում է շատ սիրուն սենց փայլուն մաշկ կունենանք։ Վճարել եմ 40, չգիտեմ քանի դոլար, կողքը կնշեմ։ Հաջորդը նորից Charlotte Tilbury-ից, սա highlighter է եւ Pillow Talk, այդպես է կոչվում, գույնը կարծեմ հենց օրիգինալ Pillow Talk գույնն է, Pillow Talk, ճիշտ արտասանեմ, որ հանկարծ մեր հին ամերիկահայերը ինձ նկատողություն չանեն։ Շատ սիրուն է իրականում, բայց ես հենց հիմա ձեզ ցույց չեմ տա, որովհետև նախ կապսոսան ուղակի փորձարկման համար ձեռքիս վրա անել, որովհետև մի փեշ փող եմ տվել, էլի 40 քանի դոլար չեմ հիշում ինչքան, կողքը կնշեմ։ Այս մեկից ունեցել եմ եւ այս անգամ գնել եմ մի քիչ ավելի մուգ երանգը, էլի Charlotte Tilbury, ինձ թվում է շատ աղջիկներ են սիրում Charlotte Tilbury-ին, բայց ինչ խոսք շատ թանկ է ու մենք ինձ թվում է որակը լավն է, բայց խափնվում ենք, որտեղ շատ սիրուն դիզայն են անում։ Դեմքի կոնտուրինգը, էլի թաց, իդեպ էս էլա թաց, այսինքն թաց highlighter-ը, իսկ սա թաց կոնտուրինգը, ինձ թվում է իրար հետ հիանալի է, իսկ եթե նաև էս ավելացնենք, որ էլի թաց էֆեկտ ունի, ինձ թվում է թաց կլինենք, բայց սիրուն կլինի։ Ես սիրում եմ ամռանը, սենց թաց սիրուն դեմք դիմահարդարում ունենալ։ Սա վերցրել եմ կոնտուրինգը, medium գույնը, medium, էլի եթե չեմ սխալվում 40 քանի դոլար, կճշտեմ կողքի նկարում։ Նախորդը fair medium-ներ, այսինքն մի քիչ ավելի թեթև, բայց իրականում որ սենց դեմքի տանում ես, այդքան շատ մուգ չի, ինձ թվում է սա իդեալական է, եթե մանավանդ ամռանը մի քիչ էլ արևայրուք ունենանք։ Հաջորդը, որ ես ձեռք եմ բերել, վաղուց ուզում էի ունենալ եւ վերջապես այս ապրանքանիշի ինչա կոչվում, Supergoop SPF է, որը ունի գույն թինթով է, այսինքն ինքը համարյա տոնայինի նման է, շատ քիչ ծածկողականությամբ, բայց խանութում փորձեցի, էլի շատ դուրս եկավ ու կարելի է ամենօրյա արևապաշտպանի համար օգտագործել են, եթե ուզում ենք նաև ծածկողականություն լինի մի քիչ, այսպես։ Գրված է, որ 15 րոպե առաջ արևին դուրս գալուց պիտի դեմքին քսել եւ մատների օգնությամբ տարածել։ Ես անկեղծ եմ ասում ու ասում եմ կարող եք թարմացնել 2 ժամը 1։ Ես անկեղծ եմ ասում խանութում փորձել եմ, այնքան հիացած եմ իր տված արդյունքով, ձեռքիս վրա եմ փորձել, չեք պատկերացնի, լրիվ ուրիշ մաշկ դարձավ, սենց շատ հարթ մի տեսակ, շատ սիրուն,
ու կարծեմ չէր փայլում, մատվի էֆեկտ ուներ մի քիչ։ Առաջին անգամ եմ փորձելու ամռանը, բացի սրանից կունենամ էլի արևապաշտպան անպայման առանց գույնի։ Եվ հաջորդը սիրելիներ, փոքրիկ սայզն եմ գնել, ճիշտն ասած, թարթիչների թարթչաներկ է, նույն ինքը տուշ, Too Faced ֆիրմայի, սա փոքրիկ սայզն է, ինչի փոքրիկ սայզը, իրականում փորձելու համար եմ գնել, որովհետև ես չեմ դավաճանում Vivienne Sabo-ի կաբարետին, որովհետև շատ եմ հավանում, արդեն ինչքան տարի է դա եմ օգտագործում ու իմ թարթիչներին հիանալի տեսք են հաղորդում, դրա համար չեմ փոշմանում ու չեմ ուզում փորձել ուրիշ բան, բայց սա տենց որոշեցի փորձարկման համար ուղղակի վերցնել, տեսնենք ինչ կլինի։ Հիմա մի քիչ քսած ունեմ, շատ բան չենք տեսնի, բայց կփորձարկենք անպայման մյուս հոլովակում։ Նշանակում է, որ մեր հաջորդ հոլովակը լինելու է beauty, make-up հոլովակ։ Ամենօրյա դիմահարդարում իմ նոր պրոդուկտներով։ Всё, որոշել եմ վերնագիրը այդպես է լինելու։ Ամենահավես պահը դենենք նետում տուփերը, հատ տեսնենք կողքը, թե ինչքան եմ վճարել այս 5 ապրանքի համար։ Գնացինք առաջ հագուստներին անցնենք։ Նախ ասեմ, որ բավականին ծանր է, որովհետև մեջը չգիտեմ քանի կտոր, բայց բավական շոր կա։ Սա քիչ է, դեռ պիտի էլի բաներ ավելացնեմ, բայց ամենակարևորը, որ աշխատում եմ ստիլիստի հետ։ Այո, առաջին անգամ ես միշտ կարծել եմ, որ ես շատ հիանալի համադրում եմ ամեն ինչ եւ այլն, բայց այս անգամ աշխատելու եմ անհատական, ինձ հետ են աշխատելու անհատական Instagram-ով Արաքսը, եթե ծանոթ եք, միասին կազմելու ենք կապսուլային լուքեր եւ ավելի շատ սա ինձ անհրաժեշտ եղավ նրա համար, որ մենք շուտով գնալու ենք Եվրոպայի trip ենք ունենալու շուտով հունիսի սկզբում ու գնալու ենք Փարիզ, մոռացա անունը, Փարիզ, կարևորը դա հիշում եմ, Փարիզ, Ստրասբուրգ եւ մենք հետո առանձին գնալու ենք դրանից հետո Իտալիա։ Ինչ եմ ասում առանձին, որովհետև գնալու ենք իմ տալի ընտանիքի հետ, Արուսենց հետ եւ քանի որ մենք բոլորս բլոգերներ ենք ընտանիքում, շատ հավես կոնտենտ է սպասվում, կարող եք հիմիկվանից միանալ Instagram-ի էջին, որպեսզի բաց չթողնեք։ Մի խոսքով եկեք տեսնենք ինչեր եմ ինձ գնել, բայց զգուշացնեմ, որ Արաքսի թույլտվությամբ չեմ սրանք գնել եմ իմ շտապողականության պատճառով։ Ուզում եի մի քանի զեղչից օգտվել ASOS-ում ու դրա համար շուտ եմ պատվիրել, հետո Արաքսի հետ կքննարկեմ, տեսնեմ ինչն եմ պահում, ինչը չեմ պահում։ Բացենք։ Պատրաստեք, սկսեցինք։ Իմ զգեստապահարանում բացակայում է դեղին գույնը։ Եթե կա, շատ քիչ է ուրեմն, որովհետև այս տարվա թրենդային գույնն է դեղինը եւ ավելի կոնկրետ կարագի դեղինը, butter գույնի դեղինը, բաց գույնի ու ինձ թվում է մանավանդ այս համար շատ պարտադիր է ունենալ դեղին գույնի գոնե մի քանի իր։ Ես գնել եմ, ճիշտն ասած, հենց նոր հասկացա, որ իրականում նկարի մեջ հենց այդ կարագի գույն դեղիններ մի տեսակ, բայց հիմա բնականից լույսի տակ մի քիչ ավելի յարկ է, բայց դա չի խանգարում։ Դեղինը մնում է դեղին, մեզ պետք է դեղին։ Բրենդի անունը այսպես է, առաջին անգամ եմ տեսնում, S size-ը, հնդկական օրտոդրություն։ Պատրաստ եք։ Oversize ու անկեղծ չեմ հասկանում ինձ դեղին գույնը սազում է թե չէ։ Մի հատ ասեք խնդրում եմ, սազում է դեղին գույնը արդյոք թե չէ։ Երևի դրա համար քիչ իրեր ունեմ, որովհետև կարծել եմ, որ չի սազում, բայց պիտի ստիպեմ, որ սազի։ Չէ, ես ամեն գույն էլ հագնում եմ իրականում, իմ մասին փաստ, երբ որ ինձ ասում են ինչ-որ մի բան, ինչ կա որ չես հագնում, չէի կարող պատասխանել, որովհետև ամեն ինչ էլ հագնում եմ, անկեղծ որ զգամ ինձ կոմֆորտ է դրա մեջ, ես ինձ սիրուն եմ զգում եւ նորա ոչ, ես դա կհագնեմ։ Հիմա դեռ երևի որ սենց դետալներ, աքսեսուարներ, հավես բաներ չկան, ուղղակի հագել եմ, տենց չեմ հասկանում, բայց կհասկանանք նախ համել Արաքսի կարծիքը լսելուց հետո արդյոք սա ինձ պետք է։ Չէ, երեխեք նայում եմ հայլու մեջ դուրս գալիս է։ Շատ cute է։ Մազը էսեր սարկած է։ Ինձ թվում է դրա համար ինձ լավ եմ զգում հիմա։
Կգնահատեմ որակը տեսքը ընդհանուր 10-ից 8։ Ուրեմն հաջորդը այս ջինսե կտորի դենիմ ժիլետն է, անկեղծ եմ ասում, ահա որ հավանել եմ, S-ն է կրկին և տակը այսենց հատված ունի, ոյ շատ լավն է, շատ է դուրս եկել, նույնիսկ նկարը որ տեսել եմ, այդ աղջկանից սիրուն է նստում ինձ վրա, լավ, ես կգնահատեմ 10-ից 10 անկեղծ, շատ սիրուն նստում է, որակը շատ լավն է և շատ լավն է, ուղղակի շատ լավն է։ Հաջորդը, իրականում սա կիսաշրջազգեստ է, յուբկա է, որը որ զեղչվել էր և դարձել էր ընդամենը $10, կարծեմ 40 քանիսից չեմ հիշում, բայց ես որոշեցի այդ առիթը բաց չթողնել և պատվիրել, որովհետև ես սիրում եմ կարճ յուբկաներ։ Ջինսից է կտորը, մատերիալը, Asos-ի արտադրանքն է, S-ը նորից, հիմա հագնեմ, տեսնենք, թե ինչ տեսք կունենամ։ Երեխեք շատ եմ հավանել, նայեք մի հատ, իրականում այս սրա հետ այդքան չի գնում, որովհետև այս մասն էլ է սենց ուռուցիկ իջնում, այս մասն էլ է սենց ուռուցիկ իջնում, իրա հետ ավելի շատ սիրուն կլինի ուրիշ մի բան, հա, ես սիրում եմ կարճ յուբկաներ, մանավանդ ամառը, ինչու ոչ, սա էլ կգնահատեմ 10-ից 10, անցնենք հաջորդին։ Ուրեմն հաջորդը սպիտակ շորտեր են, ես գիտեմ, որ Արաքսը այդքան օքեյ չի այս շորտերի հետ, որ ես իրանց առել եմ, բայց համենայն դեպս մի հատ կփորձեմ, ինչի, որովհետև երկար են ու ինքը ասում է, որ եթե դու շատ բարձրահասակ չես, սրանք քեզ ավելի են կարճ ցույց տալիս, փորձեմ։ Եկեք հագնեմ, տեսնեմ։ Ինչ տեսք ունեն այս շորտերը իմ հագին։ Ունեն այս տեսքը, օքեյ, իդեալական իմ ռազմերով է, ամեն ինչ նորմալ է, բայց ինձ թվում է ես համաձայն եմ Արաքսի հետ, ես շատ բարձրահասակ չեմ, նենց միջին բոյի եմ, 1.64 ու ինձ թվում է իրոք այս շորտերը պիտի լինեն, ասեմ որտեղից, ինքը ասել է ինձ որտեղից, այստեղից, այսքան պիտի կարճանա, որ սիրուն լինի ու մի քիչ լայն այսենց, այ շատ սիրուն կլիներ այսենց լայն ու այս տոպի հետ, ինձ թվում է եսա կվերադարձնեմ, նենց 10-ից, չգիտեմ, որակն էլ ես իմ ինչ չգիտեք, մի քիչ մեջը տհաճ մատերիալ կա, օքեյ, սա քիփ չենք անում, որովհետև համ էլ ծնկներս էլ է փակում, սա վերադարձնում ենք։ Եկեք վերևի հատվածը փոխեմ, որովհետև էլի բան ունեմ, այստեղ պատվիրել եմ էլի ժիլետ, չգիտեմ, ճիշտ ասած, ինձ վրա ոնց կլինի, նկարով վատիկը չէր, մի հատ ուզում եմ տեսնեմ բնականից, օքեյ, այսպես է, ոնց որ թրենդային այս տարի ու ավելի հեշտ է համադրել է մի քիչ լուքերի մեջ, հիմա ուզում եմ հասկանամ ճիշտն ասած իրա որակը ինչ է, որովհետև էլի մի քիչ դուրս չի գալիս, ոնց տեսնեմ ինչ կա մեջը իրա, ես այդպես էլ հասկացա 90% պոլիստեր է, պոլիստեր, չհավանեցի որակը, դիշովի որակ ունի, էժան, օրինակ այս ջինսը շատ լավն է, ուրեմն իրականում էլի սենց տակը մի քիչ լայնացող ինքը էֆեկտ ունի, տեսքը մի քիչ այդքան դուրս չի գալիս, չեմ հասկանում, ոնց որ մի քիչ տոտիկական վայբ եմ զգում այս ամեն ինչից, կարող է որակից էլ է իրա, չեմ կարող ասեմ, բայց նենց չի նստում, ոնց ես կուզեի, համենայն դեպս մի հատ կխորհրդակցեմ էլի Արաքսի հետ, նոր կհասկանամ արժի պահել, թե չէ, բայց որպես ներքև հիմա եկեք սա հագնեմ, էլի իմ պատվերներից է, ուրեմն ոնց որ էլի սխալ եմ արել ու պատվիրել եմ երկար ջինսից շորտ, հիմա բացենք տեսնենք, եթե լավը չեղավ, նորից կվերադարձնեմ, բայց վստահ գիտեմ վերադարձնելու եմ, մոռացա, որ Արաքսին սա ուղարկել էի ու ինքը ինձ ասեց, որ սա ամենաէժան ջինսի գույնն է
ու միանգամից ասեց ֆու, ավելին ասեմ, դաժե կարելի է չփորձել, անիմաց ժամանակ չծախսենք սրա վրա, սա հաստատ հետ եմ տալու, վերջին պատվերը բացեմ, սա սեթա, սառոճկան շալվարով, իրականում սա եւս հետ պիտի տամ, փաստորեն իմ պատվերների մեծ մասը պիտի հետ տամ, այն առաջին մի 4 կտորը շատ լավն էր, օքեյ, էլի ինչ-որ մի բան կա պահելու, բայց սա հետ կտամ, որովհետև ես սա մտածում էի, որ կտորը մատերիալը վուշ է, բայց պարզվեց, որ քոթոն է, այսինքն բամբակ եւ ինձ արագ ասաց, որ սա իրականում ավելի էժան տեսք ունի եւ 1-2 անգամ լվանալուց հետո հնարավոր է տեսքը ավելի ընկնի, դրա համար առաջարկեց սա վերադարձնեմ ու ավելի լավ բան գնեմ, բայց մի հատ փորձենք։ Այս չափսը ինքը սիրուն կհամադրվի իրականում, որովհետև ամռանը սենց ավելի տղոտային այդ գույների մեջ, ոսկե գույնի հետ բան, ես պատկերացնում եմ, որ շատ սիրուն կլինի։ Just in case, իմացեք, կարող է դուք ուզեք գնեք։ Երեխեք, սենց տեղափոխել եմ, որ փորձեմ ոտքից գլուխ ձեզ ցույց տալ։ Սենց լայն ուղիղ տաբատա, մի քիչ թույլ է ճիշտն ասած վրաս, էսն է, բայց ինձ թվում է օքեյ է, համենայն դեպս ինքը ձգելու տեղ ունի, պետք էլ չի, որ շատ քիփ լինի, որ հարմար լինի, հետո մի քիչ սենց ներքև իջացրած թույլ կարելի է հագնել, ընդհանրապես սևը ինձ թվում է այնպիսի գույն է, որ ինչ հագնում ես, քեզ թվում է, որ քեզ սազում է ու գեղեցիկ է, որովհետև սևը մի քիչ ուրիշ է, էլի, չգիտեմ, ինձ թվում է սև սիրող աղջիկները կփաստեն այդ միտքը, բայց ես չեմ սիրում միշտ սև հագնել, բայց սիրում եմ սևը, ինչ խոսք, որովհետև շորեր կան, իրոք շատ սիրուն են սևով։ Ես չգիտեմ անկեղծ սա կպահեմ, թե չէ, մի քիչ կարող եմ ասել, որ ծանր է կտորը, ամռան համար վստահ եմ շատ շոքացնող է լինելու, ինչքան էլ որ ինքը բամբակից է, կտորը մի քիչ հաստ է, չգիտեմ, ինձ թվում է կշոքենք, բայց հետաքրքիր կտոր է, չգիտեմ, դուրս գալիս է էդ էլ։ Նայեք, եթե կերևա, այս հենց է կտորը։ Ահ, դրա համար խառնել էի, մտածել էի վուշա, մի քիչ նմանություն ուներ։ Չգիտեմ, խորհրդակցեմ Արաքսի հետ տեսնեմ ինչ կասի, եթե օքեյ կլինի, կպահեմ։ Այն դեպս ես փորձեմ ձեզ տեղեկացնել, թե ինչքան գումար եմ ծախսել, մեկ տոպ կա, որ չի եկել, դա վաղն է հասնելու, չգիտեմ ինչի առանձին է, բայց ընդհանուր առմամբ ոնց հասկացա 50%-ը, եթե ոչ ավելին վերադարձնելու եմ, որովհետև մի քիչ դուրս չեկավ։ Իրականում ASOS-ը լավ խանութ է, լավ on-line shopping-ի տարբերակ է, նույնիսկ եթե Միացյալ Նահանգներում, ասեմ, բերժ կա, բան չենք գտնում, ASOS-ից կարող ենք գտնել, Stradivarius բերժ կա, էլ ինչ կար, Topshop կա, մի խոսքով տենց խանութներինը կարող ենք ASOS-ից գտնել ու հիմա ես ընդհանուր առմամբ տենց 10-ից 5-ի գնումներ էի արել, ինչը որ պետքա կպահեմ 3-4 բանը, 3 բանը սպիտակ յուբկան, դեղին սառոճկան եւ կապույտ ջինսից ժիլետը։ Մնացածը խորհրդակցելուց հետո կարծում եմ հետ կտամ։ Մի հատ տեսեք ով է միացել մեզ, ուզում էի ավարտին հասցնել վիդեոն, բայց ես ու Մարկը միասին կավարտենք ու ինչ կասենք բոլորին։ Մի հատ ասա բարև ձեզ, որովհետև նոր ես տեսնում։ Բարև։ Բարև ձեզ, ասա ոնց եք։ Լավ, օքեյ, հաջող ենք անում։ Ասա հաջող։ Ադող։ Всё, հաջող, չմոռանաք միանալ իմ էջին, որովհետև հաջորդ վիդեոյում ինչ ենք անելու։ Ադող։ Մեյքափ ենք անելու իրար հետ։ Հաջող կանցես, всё։ Չմոռանաք միանալ, լայքել, շեյր անել ու նաև Instagram-ից կարող եք միանալ, հա։ Bye։ Մի հատ բայ արա։ Կուժում եմ, կոմար։